Կհիշեմ գույք պարտքի դիմաց, որ մարդը գնաց այդ քայլին, բայց երկիրը արտաքին պարտք չվերցրեց, այսինքն ինքը ոնց որ ասած տան ունեցվածքը տվեց, բայց երկիրը չգցեց պարտքերի մեջ, ինչպես հիմա է, կրկնակի դա չհայրացվող են, այդ ռազմավարական նշանակության օբյեկտները չէին աշխատում, դրանք ինստիտուտներ էին, դրանք, չգիտեմ, ռազմաբազա չէր, բան չէր, աստղադիտարան չէր, չաշխատող հիմնարկներ էին, հա, բայց մենք պարտք ունեինք, մարդը, նորից եմ կրկնում, արտաքին պարտք չվերցրեց, միակ նախագահն ա եղել, որը արտաքին պարտք չի ունեցել, 1 միլիարդով հեռացել է, ինչքան է հիմա արտաքին պարտքը։ Չկար տվեց, կարևորը պարտք չէ, ուզեմ ասեմ, դե գիտեք ինչ, հետ պատերազմյան շրջան էր, ես չեմ իդեալականացնում, բայց եղածների մեջ փորձառու, անցած ճանապարհ ունեցող Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ մակարդակի, ինձ թվում է ինքը կկարգավորի այդ հարցերը, էլի, ասենք, այնպես չէ, էլի, որ Ռուսաստանը ինքն ուզում էր այդ վատ լինի։ Ուղղակի մենք տարբերակ չունենք, մեր սոցիալ-տնտեսական վիճակն է նաև ստիպում մեզի, որ կախում է Ռուսաստանից, որ այդ խնդիրները հարթվեն, ընդհանրապես։ Այսինքն ուզում եք ինքը գան նորից Ռուսաստանից կախվենք։ Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ Հայաստանը չունի այդ ներուժը, որ, չգիտեմ, Շվեյցարիայի բանի նման դառնա այդպես ինքնաբավ երկիր։ Ինչ ակնկալիքով եք այսօր։ Թե չեք ուզում նկարվեք։ Հա? Ինչ ակնկալիքով չեք ուզում խոսել։ Չեք խոսում։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի հարց ինչ ակնկալիքով եք եկել։ Ինչ ակնկալիքով։ Հանրահավաքի։ Ոստերեգո դրական ակնկալիք ունի։ Ինչ կուզեք փոխվի օրինակ Քոչարյանի օրոք։ Ամեն ինչը ուզում եմ փոխվի։ Երկիրը դառնա երկիր։ Հայաստանը կոչվի Հայաստան, ոչ թե Էրմենիստան։ Ինչ ասեմ էլ ուրիշ։ Հիմա Էրմենիստանա կոչվում։ Իհարկե Էրմենիստանա կոչվում։ Ո՞վ կուզեք լինի վարչապետ Քոչարյանը։ Այդ շատ դժվար բան է, ես երկուսին էլ ընդունում եմ, եւ Սամվել Կարապետյանն եւ Քոչարյան Ռոբերտին։ Քոչարյան Ռոբերտն ավելի լավ եմ ճանաչում, որտեղ հատուկ ծրագիր վարչություն չեմ ճանաչում, դեռ 92 թվից։ Սպարտու ուժն էլ գիտեմ։ Ուզեք իրար միավորվեն։ Իհարկե, վերջում միավորվել է։ Բայց ո՞ր մեկը լինի վարչապետ իրար կզիջեն։ Ով չէ, այդ իրանք պայման ունեն, ով շատ զենավակում նայել անցնելու է։ Պայմանավորվել են։ Իհարկե։ Ինչ ակնկալիքով եք եկել այսօր։ Չգիտեք։ Բարև ձեզ, ինչ ակնկալիքով եք այսօր եկել։ Ինչ եք եկել այսօր։ Ասում ես ինչա՞։ Ասում ինչի եք եկել այսօր։ Վարչապետի համար եթե նոր ընտրություն, վարչապետն ուժեղ Հայաստանին կողքին էր կայնած։ Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանն էր, բայց անգասխալ եք եկել։ Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլոր տեղերը գնում եք։ Դեպի տեղը այո։ Չեմ ուզում խոսալ։ Ասեք դուք ինչ ակնկալիքով եք եկել։ Չեք հաջորդը։ Ինչպես հաջորդով է։ Հաջորդը մոտեցել։ Դուք ինչի չեք ուզում ասել։ Ինչ ակնկալիքով եք այսօր եկել։ Մեծ հույս ունեմ, որ ամսի 7-ին, ամսի 8-ին տոնելու եք մեր հաղթանակը։ Ղարաբաղից եք ոնց որ։ Այո, Ունեք ընտրելու իրավունք։ ոչ ցավոք սրտի, Ուղղակի եկել եք բայց համոզված եմ, որ հաղթելու ենք։ ով կուզեք լինի վարչապետը։ Թող Քոչարյանը լինի, թող Սամվել Կարապետյանը, թող Ծառուկյանն, միայն ոչ Փաշինյանը։ Ինչ կփոխվի, որ իրենք կան Ամեն ինչ, ես ետ կգնամ Ղարաբաղ, իմ տունուց։ Ջակալքով եք եկել այսօր։ Ճունին ամիրը կենտրոնիկ նկարել, հա։ Չնկարենք։ Չնկարել։ Ինչ է։ Թաքնվում եք ինչ Ինչ նկարել։ Բարև ձեզ, ինչ ակնկալիքով եք այսօր։ Մարտի 1-ը հոկտեմբերի 27-ը հիշում եք դրանք։ Բոլորը հիշում ենք,
Դապտոյակ եք մարդը մեկ էսպես տեղ ունեցավ, ովքեր է ղեկավարը ամբողջի, ուրիշ Ով հրամայեց օրինակ մարդկանց սպանել, ինքն էր նախագահ ու 10 զոհ ունեցանք իր հրամանով օրինակ ցուցարարներին կրակելու։ ոչ։ Ցարները հրահանգողներ եղել են, հրահանգողներին լավ գիտենք ովքեր են, մենք հականատես ենք եղել բոլոր այդ միջադեպերին։ Դա հրահանգեր խառնեցին իրավիճակը, բարդ իրավիճակ ստեղծեն եւ օգտվեցին այդ իրավիճակից սարքեցին խժդություն, որի պատճառով իհարկե դա ցավալի էր։ Բարև ձեզ։ Ինչ արկալիքով եք Եկել ենք որպեսզի պատժ կանենք մեր Հայաստանի ամբողջությանը, ուսակցությանը, որպեսզի մենք ես իշխան անալիզ եմ անում, տեսնում եմ, որ իրական ուժը ինքն է այսօրվա մեր դարդուցավին դիրակտորն։ Ղարաբաղից եք ոնց որ։ Ղարաբաղից ենք, Ստեփանակերտից։ Ընտրելու իրավունք ունեք թե Չէ, ցավոք չէ։ Փաշինյանը որտեղ լինի, որ մեզ իրավունք ունենանք։ դուք կարող եք քաղաքացիություն ստանալ։ Եթե մենք քաղաքացիություն չենք ստանում, որ ակնկալիքները, որ պիտի հետ դառնանք դերտում։ Եթե քաղաքացիություն ստանանք, մի քիչ բարթանում է, էլի։ Դե բոլոր դեպքերում ես այդ կարծիքին եմ։ Եթե ես իմանը թե որ տարբերություն չի լինելու սահմանում, այսինքն հանկարծ էլ մի բան ստացվեց որ գնանք։ Այսինքն մտածում եք, որ օրինակ Քոչարյանը կա, կարողանաք հետ գնալ։ Դե մեր հույսն դա է, եւ Քոչարյանը կա կամ մյուսը կա, ամենադեպս ոչ ԿՊ-ն։ Հասկացա։ Այսօր եկել եք ուղղակի պատժկայի համար։ Անպայման։ Ես եկել եմ մեծ ակնկալիքով, որ մեր ազգին ինքը շատ մեծ հնարավորություն ունի համախմբելու եւ այսօր ծանր իրավիճակից դուրս բերելու մեր հայրենիքը։ Հիշում եք իր նախագահության տարիները ինչ որ լավ բան կհիշեք։ Նոր ես գալիս եմ, Հյուսիսային պողոտով եմ գալիս, հարցնում եմ, ասում եմ, ով է կառուցել այս շենքերը, բոլորն ասում էին ինքն է կառուցել։ Այո, ոնց չեմ հիշում։ Որ մարդկանց էլ օրինակ հանեց Հյուսիսային պողոտայի այդ տարածքից հիշում եք, որ անտուն մնացին։ Չէ, սխալվում եք դուք։ Ես գիտեմ իմ ընկերը ապրե, բոլորը տուն է ստացել։ Մեկ Քոչարյանը դառնա վարչապետ։ Այո, Ռոբերտ Քոչարյանը պետական եւ ռազմական քաղաքական գործիչ է։ Կրկնում եմ պետական եւ ռազմական գործիչ է։ Դուք գիտեք, որ 2008 թվականին ճանաչել են դիվանագետ, դա դիվանագետ։ Չգիտեիք։ Դե իմացի։ 2008-ին նաև օրինակ մարտի 1-ը եղել է դրա մասին։ Մարտի 1-ով է մարտի 1-ը հրահարել։ Սա ասել հիշում ենք։ Կարող ենք ստեղ չենք եղել մարտի 1-ին, Նիկոլն է հրահարել։ Մարտի 1-ը Նիկոլն արել։ Հա։ Չեք հավատա։ Բացեմ նայեք ազատիցները։ Այսինքն Նիկոլն է հրամայել, որ կրակեն քաղաքացիների վրա։ Նիկոլը հրամայել էր, որ փետերով, լոմերով, շշերով խփեն ոստիկաններին։ Չեք տեսել դուք այդ կադրերը։ Ափսոս, Նիկոլը հրամայել է այդպես բան։ ափսոս, որ չեք տեսել, շատ ափսոս։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար